Ուրախությամբ դուք մասնակցեցիք, ներկա գտնվեցիք այսօր գեղեցիկ է շոուին, հա, Տաշիր արենան բացվել է եւ հրավիրել է նաեւ տարբեր մարդկանց, այդքան նաեւ դուք եք ներկա։ Խնդրեմ կիսվեք ձեր տպավորությամբ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար Տաշիր գրուպի։ Իհարկե բավականին հետաքրքիր է այս ամեն ինչը, սկսած շենքից, ներսի, այսպես ասենք, մթնոլորտից, հարդարանքից եւ այլը եւ իհարկե ներկայացումը դա այսպես ասենք նոր կրկեսային ներկայացում է։ Իհարկե ես քիչ չեմ տեսել նմանատիպ ներկայացումներ աշխարհում, այսպես ասենք, տարբեր հանրաճանաչ, այսպես ասենք, ներկայացումներ, շոուներ։ Ես կարծում եմ այս միջավայրը, այս շենքը իր տեխնիկական հնարավորություններով ցույց է տալիս, որ ընդունակ է ընդունել, եթե կարելի ասել, ցանկացած մակարդակի ներկայացումներ, ամենաժամանակակից ներկայացումներ, որոնք կոչվում են ժամանակակից կրկես, ժամանակակից շոու, որովհետև այսօրվա կրկեսը դա այնուամենայնիվ դա նախ առաջ շոու է, դա մի քիչ այլ բան է, քան մեր ժամանակվա, այսպես ասենք, մանկության կրկեսը, սա իսկական ժամանակակից կրկես է, որտեղ շատ կարևոր է տեխնոլոգիաները, շատ կարևոր է տեխնիկական հնարավորությունները, որպեսզի դերասաններն կարողանան իրենց վարպետությունը իսկապես բոլոր առումներով ցուցադրել։ Այս առումով ես կարծում եմ մենք ունենք բավականին մրցունակ արենա, այս Տաշիր արենան բավականին մրցունակ է, որպեսզի կարողանա ընդունել աշխարհի լավագույն խմբերին։ Եվ ինչպես ասեց Տաթևի Կարապետյանը, դիմելով որը Սամվել Կարապետյանին Բաբջանն է հաջողել այնպեսի խոսք ասեց իր երթում։ Այո, ես կարծում եմ, որ սա նաև ցույց է տալիս այդ բիզնես խմբի, նախ առաջ բիզնես խմբի տվյալ պարագայում հնարավորությունները ցույց է տալիս, որ այն ինչ իրենք խոսք են տալի, ամեն դեպքում դա իրականացվում է։ Իսկ ձեզ հաջողվեց փոքր-ինչ կտրվել մեր կյանքի դարված իրավիճակներից, դա քաղաքական է, դա հոգևոր դաշտում տեղի ունեցող, գոնե մի որոշ ժամանակ հաջողվեց։ Այո, ինձ հաջողվեց, ես ընդհանրապես կարողանում եմ շատ արագ մի հարթությունից մյուս հարթություն, մի տրամադրությունից մյուս տրամադրություն, այսինքն ես միշտ փորձում եմ այդ ամեն ինչը զանազանել իրարից, ինձ հաջողվեց եւ ես կարծում եմ այստեղ նաեւ շատ մեծ նշանակություն ուներ այն մակարդակը, որը ներկայացվեց։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեր տպավորություններով կիսվելու համար։ Շնորհակալություն։